Պարոն Հարությունյան, այսօր Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցից հետո Ռուսաստանից տեղեկացրեցին, որ մայիսի 30-ից սահմանափակվելու է Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծումը։ Հայկական շուկայի գյուղացու վրա սա ինչ հետ կարող է թողնել, որովհետև արդեն գիտենք հունիսից սկսում է մրգերի բանջարեղենի սեզոնը և արտահանումը։ Անմիջապես զգալու է այդ ամենը հողի մշակը, այգի տերը և ինչու չէ նաև վերամշակողը։ Եթե բաներ կա օրինակ չվերամշակված ադամանդի արտահանումը Ռուսաստանից դեպի Հայաստան կարող է ընդհանուր տնտեսության վրա ազդել ցուցանիշների, ուղիղ կապ չունենա սովորական քաղաքացու, միջին վիճակագրական քաղաքացու վրա, այս ձեր ասածը արդեն անմիջապես ոչ միայն գրպանին մեջքին հարված է ստանալու այգետերը, կրկնում եմ, հողի մշակը, ֆերմերը, վերամշակողը, նույնիսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ցույց տված, որ ասենք նախորդ տարիներին 35,000, 45,000 տոննա ծիրան է արտահանվել։ Նույնիսկ եթե այս տարի թեկուզ հաշվի առնենք, որ որոշակի առումով բերքը պակաս է, բայց միևնույն է այդ 1 կիլոգրամ ծիրանը եթե չարտահանվեց, թափվեց, անմիջապես ազդելու է գյուղացու գրպանի վրա։ Սրան ավելացրած միլիոնավոր, միլիարդավոր դրամներ ծախսած, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, իրենցից գովազդած, անարդյունավետ ծախսած ֆինանսական միջոցներով հիմնած այգիների բերքը, կեռաս, սալոր, խնձոր, տեխ, դրանք միտք են։ Եվ չեմ ասում ջերմոցներում աճեցրած բանջարեղենները, կանաչեղենը և այդ թվում նաև որպես ծաղիկ։ Այդ ամենը անմիջապես կպնելու է գյուղացուն, ֆերմերին, ջերմոցատերին ու շատ կործանարար ձևով, ոչ թե ուղղակի պահա, հետո կանցնի, ոչ, որովհետև բոլորը պարտքի տակ են։ Մի կողմից թանկացել է սարսափելի գների ասել ագրոքիմիկատները, մասնավորապես պարարտանյութը, կյանքը թանկացել է, էլ մնացած չշարունակեն բազմակերպ։ Այս իրավիճակում գյուղացին ինչպես է կարողանալու իրացնել իր բերքը։ Արգելիս, իրացնելը մեկ այլ բան է, որպես եկամտի աղբյուր կորցնելը։ Իրացնելը կարող է հայտարարի, աս եկեք ով կարա ծառների վրա ծիրանը քաղեք, տարեք, որպես պահածո և այլն արեք։ Հետեղավ իրացնել կամ տանի ընտիր շուկայի ծիրանը չնչին գներով վերամշակողներին, եթե վերամշակողները կարող է չմտել են, ասեն մենք մտել ենք, բա ուր ենք արտահանելու, անցած տարվա մտերածը մենք չենք կարողացել արտահանել։ Կամ վերամշակողը, որ մտել է, ինչի մեջ պետք է լսնի, երբ որ Ռուսաստանի Դաշնությունից բանկա, տարաներ, գինու շիշ, կոնյակի շիշ, օղու շիշ չեկավ։ Մեկը մեկին կապված է, եթե լավի դեպքում դու ասում ես ներդրումը բերում է մուլտիպլիկատիվ էֆեկտ, այսինքն որոշ ժամանակ հետո ես դե ամեն ինչը տեսնում, իսկ այս դեպքում կոնկրետ դոմինոյի էֆեկտ է, իսկ դոմինոյի էֆեկտը նշանակում է փլուզում։ Պարոն Հարությունյան, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ նախկինում էլ են նման դեպքեր եղել Հայաստանի կամ այլ երկրների հետ, ինչպես են լուծվել այս խնդիրները։ Խնդրում եմ այդ լապշան, որ ինքը լցնում է ժողովրդի գլխին ականջներով կախվում է, մի անընդհատ դարձել, մի տիրաժավորեք։ Սա ոչ թե կանոնակարգի, ոչ թե օրենքի խնդիր է, բաց խողովակներով, տարբեր ճանապարհներով, ետերներով
հրապարակում հայտարարում են, ասում են, որ իրենց խնդիրը հայ ժողովրդի հետ չի, խնդիրը կառավարության հետ կապված է։ Իսկ եթե կառավարությունը հեշտական բանից հետո պետք է ներողություն խնդրի, միլիարդավոր վնասներ կրի ժողովուրդ ու սրատակից դուրս չկա, էլ նման բան, երբ մինչև 2018 թվականը նման սանկցիաներ հատուկ են տնտեսվարողների վրա եղել, հնարավոր է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բայց դրանք պատկերացնում եք զանգով լուծվել են այդ խնդիրները, կարգավորվել է, միջոցառումներ են ձեռնարկել, գնացել ենք, եթե վնասատու է եղել, մենք փորձել ենք այդ վնասատուն չեզոքացնել, որ կարողանա արտահանվի, այնպես չի, որ ամեն ինչ արտակարգ է, այնպես չի, որ սրանից առաջ ինքը արտահանվել է, ոսկի է եղել, ոսկու մաքրություն է ունեցել, ոչ, խնդիրներ միշտ էլ եղել են, խնդիրներ միշտ էլ կլինեն, մեկ այլ բան է, խնդիրը, երբ որ բերում է արդեն ակնհայտ, բացահայտ հակամարտության առճակատման։